Վարդանեսյան այս պահին տեղի ունենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին զուգահեռ բողոքի ակցիա է այստեղ ընթանում, դուք եւս ներկա եք, ինչ պահանջ ունի այս ակցիան, ինչի շուրջ է։ Առաջի հարցը դա քաղբանտարկյալների, դա Բաքվում մեր գերիների ազատման պահանջն է, երկրորդը արցախցիների վերադարձի իրավունքը հարգելը ու երրորդն էլ Հայաստանում քաղբանտարկյալների ազատումը։ Այսքանը։ Ինչ ակնկալիքներ ունեք Եվրոպայից այն պարագայում, երբ շրջափակման ժամանակ Արցախայության գաղթի ժամանակ Եվրոպան լուր է։ Իրականում, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է, Նիկոլ Փաշինյանի ռեժիմն է, մենք ոչ մեկից որևէ ակնկալիք չենք կարող ունենալ, որովհետև այսօր հենց Հայաստանի իշխանությունները հայկական շահը չեն ներկայացնում։ Բայց մենք առնվազն պետք է բարձրաձայնենք ու ցույց տանք, որ այս ամեն ինչը տեսնում ենք, մենք պետք է բարձրաձայնենք այն, որ այստեղ բռնապետությունն է ու որ իրենց լռությունը թե գերիների հարցով, թե Հայաստանում իրավիճակի հարցով, թե Արցախի անցման հարցով, բոլորս է հասկանում ենք, որ դա երեսպաշտություն է։ Մեզ պետք է հայկական իշխանություն, բուն հայկական իշխանություն, որը պաշտպանի հայ ազգի շահերը, Հայաստանի շահերը, այդ թվում Արցախի ու արցախցիների շահերը։ Գերիների ազատ արձակումը, հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը, ինչքանով եք հնարավոր համարում։ Հնարավոր է, եթե համապատասխան աշխատանք տարվի, այդ թվում նաև պետական մակարդակով։ Այս պահին ըստ էության Փաշինյանի ռեժիմը հանցակից է Ալիևի ռեժիմին այդ հարցում, ամեն կերպ մարդկանց լռեցնում են, նույնիսկ ընդհանուր մինչև ինչ-որ սպառնալով, փոխանակ անընդհատ ամեն անկյունում, ամեն առիթով այդ հարցերը բարձրաձայնեին։ Ալիևը նաև գագաթնաժողովին ներկա չգտնվեց, ներկայանալու է տեսակապով։ Դուք ինչի ենթատեքստեր եք այստեղ տեսնում, թե ենթատեքստեր չկան։ Ինձ թվում է կան, Ալիևը թշնամի է համարում Հայաստանին եւ ըստ այդմ չեմ կարծում, որ դեռ ինչ-որ տենց գալու բաներ ունի, ինքը ուզում է որպես հաղթող մտնի Երևան իմ կարծիքով։ Պարոն Վարդանեսյան, նաև մի քանի նյուանսների կխնդրեմ անդրադառնալ, գործող իշխանությունը հիշում եք Ռուսաստանի Դաշնության նախագահին ինչպես ընդունեց, ինչ ընդունելիության արժանացրեց, եւ անգամ Զվարթնոցում չդիմավորեցին, դա նկատի ունեց, այո, եւ հիմա այսօր մենք տեսնում ենք ինչ ջերմ ընդունելիության են արժանանում Եվրոպայի տարբեր երկրների վարչապետներն ու նախագահները, առաջնորդները։ Ես սա կասեի նույնիսկ ոչ թե ջերմ ընդունելության է արժանանում, այլ կարծես ինչ-որ գաղութարարների հարձակում լինի, ըստ էության քաղաքը արգելափակված է, ինչ-որ դպրոցները չեն աշխատում, ոչ աշխատանքային օր են հայտարարել, երեք ամբողջ օրը քաղաքի կենտրոնում ինչ-որ խելակորուս արագությամբ այդ կորտեժներն էին իրանց սլանում, կարծես թե ինչ-որ գաղութարարների, չգիտեմ, հարձակում լինել, մենք է գաղութ ենք, էլի, գաղութի այդ աբորիգեններն ենք, ում սենց արգելում են այսօր փողոց դուրս գալ, ինչ-որ այսենց վիճակ է, էլի, պարզ է, որ այս պայմաններում, չգիտեմ, էլի, Կարապես իմաստ չունի այս ամեն ինչը վերլուծել, հաշվի առնելով, որ ըստ էության մենք օկուպացիայի տակ ենք։